Բարև ձեզ ախուրյանցիներ ջան, շատ ուրախ եմ այս հանդիպման համար, ուրախ ենք ձեզ տեսնել ու լավ առիթ է այս հանդիպմանը մի հատ ամփոփենք այս օրերի ընտրարշավը, քարոզարշավը, հասկանանք ինչ է կատարվում, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ու մենք իրար հետ ինչ պիտի անենք։ Իմ գործընկեր Իշխան Սաղաթելյանը խոսեց վարքի մասին, մեր երկրի ցավոք սրտի դեռևս ղեկավարի վարքի մասին, բայց ես ուզում եմ, որ իրար հետ շատ լավ հասկանանք այս վարքի պատճառները։ Նախ եթե դուք չեք հասցրել նկատել, այսօր առավոտյան էլ միջադեպ է գրանցվել, ու այս մարդը ամենտեղ, որտեղ գնում է, մի զոհվածի հարազատ, մի անհետ կորածի հարազատ, մի գերու հարազատ, իր բողոքն է արտահայտում, այսօր էլ ասել է, բանի տեղ մի դրեք, թրենդ է սա արդեն դարձել։ Հա, թրենդ է դարձել, որովհետև դու ամեն բնակավայրում ունես մարդ, որին սպանել ես, ունես մարդ ու ընտանիք, որի ճակատագիրը խեղել ես, ունես դժբախտություն, որ բերել ես այդ համայնքին, այդ ընտանիքին։ Դրա համար էլ որտեղ գնում ես, առնվազն մեկը կա, որ տուժել է դրանից ու քո դեմ համարձակվում է այս բռնաճնշումների պայմաններում գա ու բողոքի ձայն բարձրացնի ու Հայաստանի ժողովրդավարության պատկերը այսօրվա պատկերն է, որ այդ պապիկի բերանը ձեռքով փակում են երևի ախրանիկները ու հեռացնում են հանրահավաքից, այդ դա է Հայաստանում ժողովրդավարության պատկերը, բայց երկրորդ բանը, որ ուզում եմ իրար հետ էլի շատ լավ պատկերացնենք, ժողովուրդ ջան, այս ամեն ինչը անում է նաև բացի նրանից, որ կարևոր թեմաները մոռացության տալու համար, նաև նրա համար, որ մենք բոլորս ազգով զզվենք այս ընտրարշավից, զզվենք, հոգնենք, չնայենք, չհետաքրքրվենք ու արդյունքում ընտրությունների չգնանք, կներեք։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի դժգոհ է, որ իր հրահրած պատերազմում մեր ազգը ամբողջությամբ չի բնաջնջվել։ Այդ է իր խնդիրը։ Իր խնդիրը Արցախահայերի հետ չի, չխաբվեք այդ տերմինին։ Իր խնդիրը հայերի հետ է։ Ուղղակի հիմա ամենատուժած հատվածը, ամենաանպաշտպան հատվածը Արցախահայերն են, դրա համար է իրանց թիրախավորում, իրանց վրա հարձակվում, բայց իր խնդիրը հայերի հետ է, մեր բոլորի հետ է, այլապես ոնց կբացատրեք, որ կարա երկրի ղեկավարը հանդիպի մարդու ու ասի դու ինչի ես ողջ, ինչի ես սաղ մնացել։ Ոնց կարելի է ասենց բան ասել, այսինքն դժգոհ է, որ այս ազգը չի բնաջնջվել, դրա համար էլ փաստորեն այդքան պատերազմներ հրահրում։ Նիկոլ Փաշինյանը այս օրերին մեզ նաև իսկապես մարտի 1-ն էլ է բացահայտում։ Ցույց է տալիս մարտի 1-ը ոնց է եղել, այս սենց է եղել, ժողովուրդ ջան, այս սենց, այս քայլերով, այս հիստերիկությամբ, այս սենց ենք պատերազմ պարտվել, այս սենց երկրում ոչ մի նոր բան չի ստեղծվել, 8 միլիարդը մսխվել է, մարտի 1 է եղել ու մնացած ամեն ինչը, այսինքն, այս մարդը հանել է իր դիմակը, իր իրական դեմքով է հիմա հանդես գալիս ու ասում է ես եմ ես։ Այս պիտի ընտրեք։ Ես գիտեմ, որ ձեր շատ հարազատներ, բարեկամներ, ասում են դե բոլորներ նույնն են, էլի, ինչ գնանք ում ընտրենք իրանց մեջից։ Ժողովուրդ ջան, բոլորը նույնը չեն։ Մենք սենց հրեշավոր կերպար էլ չունենք, ազգի մեջ չունենք, ուր մնաց քաղաքական դաշտում։ Մենք հերոսների վրա մունատ եկող, որ ասի ինչի ես ողջ մնացել, չունենք էլ։ Մենք անհետ կորածի քրոջը ձեռքից քաշքշող չունենք էլ, չունենք, ուրեմն ձեր ընտրությունը այս մարդու, այս պարտության, ամոթի, խայտառակության, հիստերիայի մարմնացում, ով քաշքշում է զոհվածների, անհետ կորածների հարազատներին ու կայունության, հանդարտության, խելամիտ խոսքի, ուժեղ բանակցողի միջև է։ Դրա համար է շատ կարևոր, չթողնել, որ ինքը ձեզ հիասթափեցնի այս խոսույթով։ Շատ կարևոր է, որ բոլոր ձեր հարազատներին, այսօր որ կգնանք, կշփվենք, դեռ 20 օր ունենք, ամեն օր 5 մարդու էլ բացատրենք, որ դուք հունիսի 7-ին կարող եք վերջ տալ սրան։ Հունիսի 7-ից հետո մենք կարող ենք այս հիստերիային վերջ տալ, էլ չունենալ էսենց հիստերիկություններ, չունենալ եկեղեցու վրա արշավներ, ունենալ նորմալ բանակցող։ Հունիսի 7-ն է այդ տեղը։ Մենք գիտենք այն բոլոր բռնաճնշումները, որ ձեզնից երևի յուրաքանչյուրի վրա կիրառում են։ Դրա պատասխանի տեղն էլ է հունիսի 7-ը։ Մենք ավել բան հիմա չենք խնդրում, անգամ կարիք չկա որևէ ձև դրսևորելու աջակցություն։ Պարզապես հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր ու ձեր քվեով
պատասխանեք են ամեն ինչին, ինչ այս 8 տարիների ընթացքում մեր բոլորի հետ արել են։ Թող ինքը իր պատասխանը ստանա քվեով։ Մենք գիտենք, որ այսինքն տեսնում ենք այս մթնոլորտի փոփոխությունը, ու այդ մթնոլորտի փոփոխությունը տեսնելով ասում ենք, որ փոփոխությունը երկրում երբեք այսքան հավանական չի եղել, երբեք այսքան մոտիկ չի եղել, ու գիտենք, որ միասին կարող ենք։ Դրա համար որտեղ գալիս ենք, այս ամենը ասում ենք, ու ասում ենք, որ մենք իրար հետ միասին իրավիճակ կարող ենք փոխել։ Դրա համար հունիսի 7-ին, համար 17-ին։ Շնորհակալություն։ Ես նախագահ եմ։ Վերջապես ինձ էլ պատիվ հասավ ներկայացնելու եւ